Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 27-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվող հանդիպումից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Ֆլորիդայում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ բարձր է գնահատում առաջիկա հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունները։ Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված Զելենսկու նախաձեռնությունները նշանակություն չունեն առանց իր հավանության։ Նա ոչինչ չունի, քանի դեռ ես դրան հավանություն չեմ տվել, այնպես որ տեսնենք ինչ ունի նա, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ շուտով նախատեսում է խոսել նաև Վլադիմիր Պուտինի հետ։ Ի դեպ նաև տարածվեց լուր, որ Վոլոդիմիր Զելենսկին արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու ճանապարհին է։ Ինչ սպասենք դրանից։ Դոնալդ Թրամփը դեռ հույսը չի կտրել, որ կարող է Վլադիմիր Պուտինի համար ինչ-որ լավ բաներ անել, որովհետև պարտավորվել է անել, որովհետև նախ որոշակի կոմպրոմատների ճնշման տակ հավանաբար եւ երկրորդ ցանկություն ունի բիզնես պրոյեկտներ անի, քաղաքական այնպիսի աջակցություն ցուցաբերի Պուտինին, որ երբ որ ինքը նախագահ չլինի, իր ընտանիքը շարունակի աշխատել Պուտինի հետ։ Դա բացարձակ ոչ մի կապ չունի պայմանավորվածությունները Արկտիկայի հետ կապված, հողերի ու փողերի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ, բացարձակ։ Նա լուծում է անձնական բիզնեսի հարց, որովհետև եթե քաղաքական աջակցություն չցուցաբերեց Պուտինին, դա նշանակում է որևէ բիզնես պրոյեկտ չի աշխատելու։ Այսինքն ինչ են քննարկում։ Իսկ եթե քաղաքական աջակցություն ցույցաբերեց եւ փորձեց ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, դա դուրս չի գալու Ամերիկայի հասարակությանը, դա դուրս չի գալու Ամերիկայի քաղաքական էլիտային։ Էլ չեմ խոսում, որ դեմոկրատներն առիթ օգտագործելու են դատապետելու իր վարած քաղաքականությունը։ Եվ բացի դրանից 2026 թվականին, երբ որ սպասվում է ընտրություններ կոնգրեսի, այսինքն ներկայացուցիչների պալատի ընտրությունն է, դե գիտեք, դա 2 տարին մեկ է, ժամկետը լրանում է, եւ մեկ է սենատը, որը 6 տարով է ընտրվում, ամեն 2 տարին մեկ 1/3 ռոտացիա է։ Եվ բնական է հարց է առաջանալու։ Դեմոկրատները առանձնապես շոշափելի քայլեր չեն արել, որ բարելավեն իրանց դիրքերը, պարզապես գնում հիմա հաղթանակ են տանում տեղական ընտրություններում, որովհետև դա օգնում է Տրամփի հակառեյտինգը։ Այսինքն պարզապես բավական է իրանք քննադատել Տրամփին եւ հաղթեն։ Բայց գալու է նաև իրավիճակ, որ իրանք ուղղակի ցույց տան, որ նոր էջից սկսում են եւ առաջ են գնում, դա մի խնդիր։ Իսկ մյուսը ով ասել, որ հանրապետականները գնալու են ընտրության եւ առաջ տանեն Դոնալդ Տրամփի քաղաքականությունը։ Իսկ ով ասեց, որ իրանք այդ պարագայում կընտրվեն։ Այսինքն շատերը մտածելու են, դա ռիսկի հարց է։ Այսինքն իրանք ընտրության առաջ են կանգնած։ Գնում են ասել մենք սատարում ենք Տրամփին եւ գնան հայցեն ժողովրդի քվեն, թե գնում ասում են հանրապետական կուսակցությունը ունի իր ծրագրերի իր պատկերացումը, ապագա եւ այլ, համենայն դեպս նրբորեն ցույց տան, որ չնույնացնեն իրենց Տրամփի հետ, որ գոնե ձայն ստանան։ Այդ իրանք պետք է հաշվեն։ Ես կարծում եմ, որ Տրամփի հետ ընտրության գնալը իրանց հաջողություն չի բերելու, բայց որոշողը իրանք են։ Այն նախորդ անգամ էլ իրանք որոշեցին, տեսանք ինչ որոշեցին։ Այդ իսկ պատճառով նույնիսկ 2026 թվականը արդեն կարող է Դոնալդ Տրամփի համար իր լիազորությունների սահմանափակման պահ առաջանալ, էլ չենք խոսում, որ արդեն գիտեն, որ իր պաշտոնավարման վերջի ժամկետն է եւ գնալով դիրքերը թուլանալու է։ Այսինքն հազիվ թե Դոնալդ Տրամփը ձեռք բերի այնպիսի պայմանավորվածություններ, որոնք երկարաժամկետ էֆեկտ կունենան։ Հիմա որ ցույց է տալիս ես եմ որոշում, ոչ թե Զելենսկին, հա գիտեմ, որ դու ես որոշում, այդ ինչ մի զարմանալու բան է, բայց ասենք տես ես որոշեցի, բայց մեկ է, եթե ինքը չլուծեց հարցը այնպես, որ ինքը դարձավ դիկտատորի աջակից,
որ տեսեք օգնում ենք Ռուսաստանին, դա իր համար իրոք խնդիր է։ Խնդիր կլինի նաև հետագա իր բիզնեսի համար։ Էլ չեմ խոսում, որ այնքան բան ջրի երես դուրս կգա, եթե դժգոհ մնան իր վարած քաղաքականությունից։ Իսկ այնպես չի, որ ինքը անխոցելի է։ Դրա համար ինչ էլ այսօր որոշում կայացել, եթե այդ որոշումը կայացնում է ընդդեմ Ուկրաինայի, նշանակումը հարցը փակված չէ։ Իսկ մենք ինչ ենք ակնկալում։ Մենք ակնկալում ենք նոր աշխարհակարգում թույլ իրավունքը հարգող ուժեղ Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգները, որը նոր աշխարհակարգում ցույց կտա իր դերակատարությունը։ Հենց Միացյալ Նահանգները այդ դիրքից իջավ, լկտիանալու են բոլորը։ Ուժի իրավունքով եթե որոշես, այդ ամեն ինչը իջնելու է թաղային մակարդակ։ Թաղի տղեկնել են որոշելու իրանք են ուժեղ, թե չէ, եթե տերուտիրական չկա աշխարհում։ Դա տարածվելու գործնականում ամեն տեղ, որովհետև Ամերիկան օրինակ է։ Եթե Ամերիկան ասե չեք հասկանում, որ ով ուժեղ է, նրան պետք է բոնուս տրվի, նրան արտոնություն պետք է տրվի, վերջ։ Աշխարհը ստանում է լրի ուրիշ տեսք ու ես վստահ եմ, որ աշխարհը դա չի հանդուրժելու եւ Տրամփին չի հաջողվելու Ամերիկան հետ քշել, որի պարագայում նաև աշխարհի հետ կապված նոր իրավիճակ ստեղծել։ Հուսանք, որ այնուամենայնիվ համաձայնության կգան, մանավանդ որ ինքը մտածում էր, որ ընտրություններ Ուկրաինայում չեն ցանկանա անեն, ասեն խնդրեմ, ապահովի զինադադարը, հենց հիմա էլ ընտրությունը առաջիկա մի քանի օրում կազմակերպենք, անենք, այդ ինչ խնդիր է։ Ոչ մեկը պաշտոնին մեռած չի, ինքը դրան չէր սպասում, որ դա կլսի։ Իսկ հիմա դա մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք, իսկ եթե ուժի դիրքերից են բաժանում աշխարհը, մենք ինչ ենք անելու։ Ադրբեջանը Հայաստանի տարածքից դուրս չի գալի, Ադրբեջանը նոր պահանջներ է դնում, Ադրբեջանին ով է զսպելու։ Մեր աչքի առաջ տեսնում ենք, че Սիրիան սուվերեն պետություն չէր, հո Սիրիայում ներսում փլուզումը չեղավ ներսում, Թուրքիան մտավ Սիրիա ներսի ուժերի կողմից, այդ ինչ մի բարդ բան է հասկանալու համար։ Այսինքն նշանակում է նույնիսկ երաշխիք չի, որ դու ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն ես, Ուկրաինան ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն չէր, ՄԱԿ-ի հիմնադիր անդամ էր։ Այնպես որ դրա համար մենք շատ ուշադիր կհետևենք դրան, որովհետև եկող տարին, որը շատ սկզբունքային, շատ կարևոր է լինելու ուկրաինական պատերազմի հետ կապված, երկրորդ տարին լինելու է նաև Հայաստանի համար ընտրական տարի։ Իսկ դա նշանակում է, որ այսօր երբ որ նայում ես, որ ինչու՞մ է գնում կռիվը, Ռուսաստանի շահերը սպասարկող իշխանություն եւ Ռուսաստանի շահերը սպասարկող նախկիններ ու նախկիներին սպասարկող ռուսամետ ուժեր հիմնական պայքարը գնում է իրար մեջ, իրար ուտում են իրանց բարի ախորժակ, չխանգարենք իրանց մարդիկ են, թող իրար ուտեն, բայց եւ իմանանք, որ իսկ դա մեր երկրին ուր է տանելու։ Այդ դա է հարցը, որ մենք երբ որ խոսում ենք դրա մասին համակարգային փոփոխությունների հետ կապված։ Դա մենակ այլընտրանքը մենակ նա չի լինի նախկիններին ու ներկաներին, այլընտրանքը նաև լինի այն ուղղությունը, որ ասենք որն է մեր երկրի ապագան։ Իսկ հիմա Ռուսաստանը նայենք հիմա եվրոպական ղեկավարները հեռախոսով կզրուցեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւս կմասնակցի զրույցին։ Հեռախոսազրույցը կանցկացվի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ում կայանալիք Թրամփ-Զելենսկի հանդիպմանն ընդառաջ։ Դե ինչպես տեսնում եք, Եվրոպան պետքա նախապես Տրամփի հետ ճշտի նաև Եվրոպայի պահանջները ներկայացնի եւ նաև ցույց տա Տրամփին, որ եթե դու փորձես այլ ճանապարհով գնաս, մենք չենք համաձայնվելու, իսկ եթե Տրամփը կարողանար Եվրոպայի հետ հաշվի չնստել, ինքը ի սկզբանե 28 կետ ուղարկեց, սկի չհամաձայնացրեց էլ Եվրոպայի հետ։ Սենց ենք որոշել, սենց ենք կարել, առաջիկա մի քանի օրը մեծ հարցը կորոշեք, քանի օր անցավ դրանից, եւ հերթով ինչպես ինքը խոսեց եվրոպական առաջնորդների հետ եւ սկսեց կամաց փոփոխել այդ կետերը։ Այսինքն հիմա էլ ասում են, մեր հետ կխոսես, մենք կճշտենք այդ գծերը, Զելենսկու հետ կխոսես, որից հետո Պուտինի հետ խոսա, ինչ ուզում ես պայմանավորվի։ Չեղավ նորմալ կոմպրոմիսային տարբերակ, ուրեմն հարցը լուծված չէ։ Որովհետև այս ձևով պատերազմը դադարեցնելը Ուկրաինայի շահերի հաշվին դա կործանարար հարված է Ուկրաինային։
Ռուսաստանն էլ պատերազմը դադարեցնի այս ձևով քաղաքական կործանարարված է, եթե նա ֆիզիկական է, նա քաղաքական։ Պուտինը ինչա բացատրելու աշխարհին կամ իր ժողովրդին, այս ինչ պատերազմ էր եւ արդյունքում մենք ինչ շահեցինք եւ ինչի համար էր սա։ Իսկ նրանք, ովքեր մի քիչ գոնե տնտեսությունից գաղափար ունեն, ինձ պետք չի որ անպայման մենք նայենք թե ռազմաճակատում ինչա կատարում, ով քանի կիլոմետր առաջ գնաց։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ես թվերն եմ նայում։ Ես թվերն եմ նայում, որ Ռուսաստանը գնում է կործանման։ Ակնհայտորեն ինքը չի կարող այդ պետությունը պահի։ Դուք տեսեք ամենտեղ ինչ արձագանքներ է ստացվում։ Այս ձմեռվա բերանին ինչ խնդիրներ կա։ Դրատակից պետքա դուրս գաս։ Իսկ պատերազմը դադարեցնելով, այս վիճակով էլ նույն Դոնբասը վերցնելով դու խնդիրը չես լուծում։ Որտեղ Դոնբասը քեզ չեն տալիս խնդրեմա, համաձայնության չես գալի։ Իսկ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները արտոնյալ պայմաններ ստեղծի Ռուսաստանի համար, դա Ամերիկայի Միացյալ Նահանգները չի, դա Դոնալդ Տրամփն է։ Հաջորդ եկողը ընդդեմ Տրամփի ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարելու, որպեսզի կարողանա ձայն ստանա, որտեղ Տրամփին մերժողը պետք է տեսնի մեկ ուրիշ քաղաքականություն։ Դա նշանակում է, որ հաջորդ եկողը Տրամփը ինչ զիջեց, շատ ավելի ագրեսիվ քայլերով առաջ է գնալու։ Լինի դա հանրապետական թե դեմոկրատ։ Այնպես որ Ռուսաստանը այդ հարցում ուղղակի շարունակում է, որովհետև դադարեցնելու պարագայում չի պատկերացնում այդ երկրի հետ ինչա անելու, թե ինչա բերել այդ երկրի գլուխը։ Շատ դեպքերում ասում են, որ Պուտինին խաբում են, բերում են ցույց են տալիս գեղեցիկ գունազարդված բաներ, հավատում են, որ փորձում են խաբեն, բայց այնպես չի, որ ինքը ուզենա ճիշտը չի իմանա։ Ինքն է ցույց է տալիս, որ իրան խաբում են, այմար, որ իմանա գիտես ինչ կանի։ Ինքը հրաշալի գիտի, որ ոչ մի բան չի կարող անի։ Ուղղակի ուզում է ժողովրդի մոտ այդ պատկերացումն էլի, որ թագավորին խաբում են, ժողովուրդ ջան։ Էդ ապա, որ ինքը իմանա, հենց իմանա կտեսնեք ինչ կա։ Գիտենք, ժողովուրդ ջան, ինքը ոչ մի բան չի կարող անի։ Ինքը այն ինչ որ կարող էր անել Ռուսաստանի գլխին, արդեն արել է։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է. միջուկային հակամարտության ռիսկը չի վերացվել։ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ին ազդանշաններ է ուղարկում իսկապես պայմանավորվելու անհրաժեշտության մասին։ Հերթական սպառնալիքը, որ քանի մենք չենք պայմանավորվել, միջուկային հակամարտության ռիսկը չի վերացել։ Օրինակ, ոնց չի վերացել, այսինքն ինչ ես անելու։ Միջուկային զենք ես օգտագործելու, ում դեմ ես օգտագործելու։ Այս 4 տարի է լսում ենք, որ Պուտինը միջուկային զենքա օգտագործելու։ Արդեն այդ բլեֆին 8 միլիարդից մի մարդ է մնացել, որ վախենում էր։ Տրամփն է։ Հիմա Տրամփն էլ արդեն գիտի, որ Պուտինը բլեֆ է անում։ Այդ արդեն վերջի մարդն էլ արդեն գիտի, ելում ես վախացնում։ Հասկանում ենք, որ դուք լավ հաշվել էիք, բանը վախը չափել էիք։ Եվրոպական փափուկ ապրած որոշ առաջնորդների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի։ Ուղղակի այդ ամեն ինչը մենք ի սկզբանե ասում ենք, Ժորժ ջան, բլեֆ է, մի հավատացեք։ Ախր մենք ապրում ենք Ռուսաստանի ազդեցության տակ, մենք ապրում ենք Պուտինի ազդեցության տակ, այդ բլեֆ չի ստախոսին մի հավատացեք։ Ոնց կա դուք եթե ուզում եք ինֆորմացիայի բանակ ում եք հարցնում, հարցրեք նրանց, ովքեր այդ ուղղակի այդ ճնշման տակ ապրում են։ Ու լավ գիտեն, ով իրանից ինչ է ներկայացնում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքական գերատեսչությունից ավելի վաղ հայտարարել են Ռուսաստանի նախագահը հանձնարարել է վերլուծել հնարավոր միջուկային փորձարկման հետ կապված իրադրությունը։ Մենք գործում ենք նախագահի ցուցումներին համապատասխան, ով ինչպես հայտնի է, արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է վերլուծել իրադրությունը եւ հանձնարարականներ տալ հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ։ Դա կատարվում է, ասել է Ռյաբկովը։ Հիմա սա եթե նորից ասում է, որ Զելենսկուի հետ հանդիպումից առաջ, որ տեսեք, հա, մենք կարող է նաև ուրիշ տարբերակ մտածենք, ուրիշ տարբերակ ինչ պետք է մտածեք։ Այդ վախվորած մառազմատիկ ծերուկը, որ սկի իր խոհարարը դուրս էր եկել Ռոստովից ճանապարհ էր բռնել մինչև Մոսկվա, արդեն դել էր խրամատներ էր փորում Մոսկվայի մատույցներում եւ ինքը փախել էր Կրեմլից։ Նա միջուկային զենք օգտագործող է, ժողովուրդ ջան։ Դուք մարդկային հոգեբանությունը չեք տեսնում։ Ավելի մոդիկ մարդ, որ իր հետ շփվել է, քան իր խոհարարը Պրիգոժինը, ելով պետք է իմանար իր վիճակը։ Այսինքն իմանար, որ դեմ ուժեղ տղա է կանգնած, տանկերը կհաներ Պուտինի դեմ։ Լավ գիտեր, չէ՞ ում հետ գործ ունի։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է. Ռուսաստանը Ուկրաինային հարվածելու համար օգտագործում է Բելարուսի բնակելի շենքերի վրա տեղադրված սարքավորումներ, որոնք օգնում են շահետ անօդաչու թռչող սարքերն ուղղորդելու դեպի թիրախները։ Ուկրաինայի նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուսները փորձում են շրջանցել կալանիչների պաշտպանական դիրքերը Բելարուսի տարածքով, ինչը ռիսկային է հենց Բելարուսի համար։ Ուկրաինան տեսնում է օրեշնիկի, իսկ այժմ նաև շահեդների օժանդակության հետ կապված քայլերը։ Այսպիսով Բելարուսը զիջում է իր ինքնաիշխանությունը հօգուտ ռուսական ագրեսիվ մանիպուլյացիաների։ Մեր հետախուզության տվյալներով Ուկրաինայի դեմ հարվածներում կիրառվող սարքավորումները Բելարուսի սահմանամերձ բնակավայրերում տեղակայվում են նաև բնակելի շենքերի վրա, նշել է Զելենսկին։ Ուշադրություն, սա կատարում էին իսլամիստ ահաբեկիչները։ Այս պայումը Համասն է օգտագործել, Հեզբոլլան է օգտագործել, ԻԳԻԼ-ն է օգտագործել, ադրբեջանական զինյալներն էին օգտագործում, որ ասում էին մենք հիմա կխփենք, եթե հետ կխփեն, ժողովուրդ կմեռնի, կասենք իա, խփել են ժողովրդին, լատեսեք խաղ բնակչությանը հարված են հասցնում։ Դա ընդունված պայում է մահմեդական ահաբեկիչների համար, բայց ահաբեկչի համար կրոնական պատկանելությունը, ազգային պատկանելությունը այլևս երկրորդական է։ Որտեղ եթե մարդը ահաբեկիչին ենթարկվում է, ահաբեկիչը ոչ կրոն ունի, ոչ սեռ ունի, ոչ մի բան ունի։ Թիվ 1 ահաբեկիչ հիմա գերեզմանում 100 անգամ շուռ եկավ Ուսամա Բին Լադենն։ Ասում այ մարդ էլի ին վրից մեռա էլի ձեզանից չպրծա։ Այդքանի մարդ եմ սպանել, որ թիվ 1 ահաբեկիչ եմ։ Լա մի հատ նայեք ինչ է անում։ Գլուխն է գովում, որ ինչքան մարդ է սպանել։ Չեք տեսնում այդ ամեն ինչը։ Եվ փաստորեն ստացվում է այնպես, որ Բելարուսը համաձայնվում է բնակելի շենքի վրա դնի ինչ-որ սարք, որը դուք տեսել եք ինչ արդյունավետությամբ է Ուկրաինային ինֆորմացիա տրվում, որ նրանք դրոններով հարված են հասցնում։ Դուք տեսնում եք նպատակային ինչ հարվածներ են հասցնում բանից առաջնագծից մինչև խորքերը Ռուսաստանի տարածքի, ինչ ճշգրիտ հարվածներ են հասցնում, ինֆորմացիան ստանում են, չէ, այդ նույն ինֆորմացիան Բելարուսի հետ կապված ունեն, ինչ է ստանում, որ այդ բնակավայրին հիմա Ուկրաինան այդ թիրախին հարվածի, որպեսի ոչնչացնի ու սարքավորումները, դնեք լացոկոսները, տասեք տեսակ խաղ բնակչությանն են հարվածում։ Մասնավորապես անտենաները եւ այլ սարքավորումներ, որոնք օգնում են շահեդներն ուղղորդել դեպի Ուկրաինայի արևմտյան շրջանների թիրախները, տեղադրվում են սովորական 5 հարգանի շենքերի տանիքներին։ Սա բացարձակ արհամարանք է մարդկային կյանքերի նկատմամբ եւ կարեւոր է, որ Մինսկում դադարեն խաղալ այդ ամենի հետ։ Մենք կտեղեկացնենք գործընկերներին եւ կնախապատրաստենք համատեղ պատասխաններ, ասել է Զելենսկին։ Ես կարծում եմ, որ պատասխան հարվածներ տալուն ուղղակի պարտադրված է, Լուկաշենկոն չի կարող դա չանի, որովհետեւ ինքը ուղղակի իր պետությունը մտցրել է Ռուսաստանի տակ։ Այդ որ ասում է ընդհանուր պետությունը ո՞րն է։ Ռուսաստանը չի հաշտվում այդ մտքի հետ, որ ինքնուրույն պետություն է Ուկրաինան, իսկ Բելարուսը Ուկրաինայից ավելի փոքր է։ Նա պարզապես մտածում է, որ Բելարուսին կուլ տա։ Հիմա չեք տենում, որ Լուկաշենկոն ոնց է իրան պահում, ոնց է իր երկիրը հարվածի տակ դնում։ Դրա համար շատ դեպքերում, երբ որ Հայաստանում մեզ բացատրում են, որ այո, մենք գտնում ենք Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները ավելի լավացնել։ Ժողովուրդ ջան, Պարբերաբար ասել եմ այդ մասին, էլի ասել, դեմ ընտրությունն է, տեսնում եք ինչ պայքար է գնում, իրանք արդեն նախընտրական պայքար է սկսել են, նոր չի որ պետք է սկսեն, տենում եք ինչեր են անում, ինչ ակտիվ են մասնակցում եւ ինչ գովք են անում Ռուսաստանի։ Երբ որ 2004 թվականին ասել ենք, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՆԱՏՕ-ն ու Ամերիկայի հետ գործընկերություն, ինչ որ մարդիկ գտնել են, որ չէ, Ռուսաստանի հետ է լավ։ Հետևողական բացատրել են, որ մեր ռազմավարական օբյեկտները դրել են, վաճառել են Ռուսաստանին, դա դարձնելու է նաև քաղաքական կախվածություն եւ այլ եւ այլ։ Պարբերաբար նշել են, ոնց կարելի էր գազի խողովակաշարի խողովակի տրամագիծը փոքրացնել, որ տրանզիտ չծառայի, Իրանից եկած գազի խողովակը Ռուսաստանին ծառայել։ Մի խոսքով բոլորը չթվարկեն, պարբերաբար ասել ենք, բայց դա եղել է գաղափարական պայքար։ Այդ մարդիկ ասել են, մենք գտնում ենք Ռուսաստանի հետ լավ ենք, մենք էլ ասել ենք, ժողովուրդ ջան, բայց չեք հասկանում, որ այս ընտրության մեջ ավելի լավ է Եվրամիությունը։ Այնպես չի, որ մենք հանդուրժող չենք եղել ուրիշի կարծիքի նկատմամբ, նորմալ գաղափարական պայքար է։
Ինչպես ասում էր Ֆրանսուଆ Մարի Արուե Վոլտերը դեռ 250 տարի առաջ։ Ես համաձայն չեմ քո արտահայտած ոչ մի բառի հետ, բայց կյանքս կտամ այն արտահայտելու քո իրավունքի համար։ Դա շատ նորմալ բանավեճ էր։ Պարբերաբար գնում էինք բանավեճերի, քննարկում էինք, ասում էինք ամեն մեկս մեր տեսակետը։ Բայց երբ որ նույնիսկ 2020 թվականին եղավ մեր պատերազմը եւ Ռուսաստանը տեսանք իրան ոնց պահեց, ու մենք ասում ենք Ռուսաստանը էսպես պահեց, շատերն ասում են կարող է մենք մեզ լավ չենք պահե, դրա համար Ռուսաստանը մեր դեմ էսպես է վարվում։ Կանգնեց Ռուսաստանն ասեց Արցախը միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի կազմում, համեռանք բացատրելով Արցախին, որ հերիք է Պուտինի նկարով ու ռուսական դրոշով գնաք, սկուտերի վրա հանձնելու է։ Լավ էտել ասին, լավ չարեցիք, Ռուսաստանին լավ չդիմեցիք, էտել հասկացանք, լավ, բեղավորը մենք էինք, բայց 22 թվականի փետրվարի 24-ին մտավ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սուվերեն պետություն Ուկրաինա եւ կանգնեց ասեց ես գնացել եմ այդ պետությունը գրավեմ, միլիտարիզացիա անեմ, դենացիֆիկացիա անեմ եւ այլ ու ամբողջ երկիրը վերցնեմ 3 օրում։ Վերջ ժողովուրդ ջան, կարմիր գիծը վերջացավ, էլի գաղափարական պայքար։ Այսինքն եթե որևէ մեկը պաշտպանում է, նա պաշտպանում է միջազգային ահաբեկիչին։ Էլ ես գաղափարական բան չունեմ բարեկրթորեն ասելու։ Ասում են մի հատ իրար հետ նստեք, ում հետ բանավիճ ես։ Այսինքն բանավիճ ես մարդասպանին աջակցողին։ Դա քաղաքական պայքար է։ Դա հանցակից է, ժողովուրդ ջան։ Դրա համար եթե ինչ որտեղ փոխվում է նաև իրավիճակը գնահատելու բառերը, մտածում եք, որ շատ ավելի կոպիտ կամ ագրեսիվ է։ Դա գալիս է նրանից, որ ասում են բարեկիր ձևով նստեք եւ իրար քաղաքակիրթ ձևով բացատրեք, ինքն էլ ասի գիտեք ինչ, այո, մենք պաշտպանում ենք միջազգային ահաբեկիչին, որովհետեւ գտնում ենք, որ այդ տարածքը Ռուսաստանինն է, ոչ թե Ուկրաինային։ Այսինքն դու ճանաչում ես, որ այդ պետության տարածքը Ռուսաստանինն է, ինչ որ ժամանակ պատմականորեն Իրանն է եղել։ Բա Ադրբեջանն է կանգնում, ասում է Հայաստանը արևմտյան Ադրբեջանն է։ Դու ավտոմատ կերպով ճանաչում ես Ադրբեջանի իրավունքը, եթե ճանաչում ես Ռուսաստանի իրավունքը։ Այսպես Ադրբեջանը հորինած բան է ասում։ Ռուսաստանն էլ է Ուկրաինայի հետ կապված հորինած բան ասում։ Մեռանք Ուկրաինայի պատմությունը ցույց տալով ինչի համար։ Ուկրաինան իմ օգնության կարիքը չունի, հանգստացեք։ Բայց Ուկրաինայի փաստերով դու ներկայացնում ես Հայաստանի իրավիճակը։ Որտեղ եթե դու արդարացնում ես միջազգային ահաբեկչին, որը մտել է հարևանի տարածք, ավտոմատ կերպով դու արդարացնում ես այս մյուս ահաբեկչին, որը նոր պայմաններ ու պահանջներ է դնում քո առաջ։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինը Թրամփի ուղու վերաբերյալ ասել է. Երևանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը հիմնված է Մոսկվայի հետ եռակողմ համաձայնագրերի վրա։ Ռուսաստանը միշտ էլ համարել է, որ տարածաշրջանի բոլոր ցավոտ հարցերը պետք է լուծվեն եւ դա պետք է արվի երկարաժամկետ հեռանկարով։ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել եւ հիմա էլ հստակ հայտարարում ենք, որ պատրաստ են կողմերին օգնություն ցուցաբերել պահանջվող ձևով եւ ծավալով։ Հարավային Կովկասում տեղի ունեցողը մեզ համար մեծ նշանակություն ունի։ Նորից ուշադրությունը ձեր հրավիրեմ։ Երևանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը հիմնված է Մոսկվայի հետ եռակողմ համաձայնագրերի վրա։ Կարող է ասենք, ինչ ես խոսում, դու էտով ես, որ տենց բան խոսաս։ Դա այդպես կարող էինք ասել, եթե Նիկոլ Փաշինյանը չգնար Պուտինին ասեր, շնորհակալություն եմ հայտնում հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման հարցում ձեր աջակցության համար։ Որն էր այդ աջակցությունը։ Օգոստոսի 8-ին Պուտինը չի ոնց որ աջակցել, Թրամփն էր աջակցում։ Այսինքն օգոստոսի 8-ից առաջ ես շնորհակալություն հայտնում Ռուսաստանի աջակցության համար, բա կանգնում ասում էի 2020 թվականի փաստաթուղթը չենք ճանաչում, բոլոր կետերը Ռուսաստանը չի կատարել, Ադրբեջանը չի կատարել, 9-րդ կետն է մենք չենք կատարում։ Հիմա ում ենք շնորհակալություն հայտնում։ Բա հիմա Կապիրկինի իր պետական կարծիքն է ասում Փաշինյանի գալուց հետո նա լավ ինֆորմացված է, չէ, ինչ են քննարկել, այն ինչն էլ որ մնացել է հրապարակային քննարկումից դուրս։ Նա շատ լավ գիտի ինչ են քննարկել եւ ասում է, որ այդ խաղաղությունը մենք ենք, մեր միասին ենք դա արել։ Նույնն էլ վերաբերում է Թրամփի ուղուն։ Ռուսաստանի դիրքորոշումը Թրամփի ուղու վերաբերյալ բավականին պարզ է։
Սկզբնապես Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ տարածաշրջանի երկրների միջև հարաբերություններում բոլոր ցավոտ կետերը պետք է լուծվեն, եւ դա պետք է արվի ամուր երկարաժամկետ հիմունքներով, որպեսզի Հարավային Կովկասը կարողանա լիովին իրացնել իր ներուժը, թե տարանցիկ եւ թե այլ ոլորտներում։ Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին շատ ակտիվորեն աշխատել է այս ուղղությամբ, մասնավորապես հաղորդակցությունների բացման հարցում։ Հիմա կարող ասեք դու ես բացում, Տրամպի այդ ստորագրած փաստաթղթով չի բացվում։ Ոչ, Նիկոլ Փաշինյանն ասեց վերջապես Տրամպի այդ ստորագրածը տվեց իր պտուղները 3 ամիս հետո ճանապարհը բացվեց դեպի Ռուսաստան, մենք արդեն Ռուսաստանի հետ ցամաքային շփում ունենք։ Եվ գովերքում էր, որ ի վերջո այդ փաստաթուղթը, որ Ամերիկայում ստորագրեցին, դա նպաստեց, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնեն։ Իսկ թվում է Նիկոլ Փաշինյանի ասածը լսել եք։ Եվ դրա համար Կապիրկինն էլ հենց դա է ասում։ Այո, այդ ուղղությամբ իրանք աշխատել են եւ շարունակությունը ակնհայտ է, որ հենց եռակոմ ձևաչափով 2020-22 թվականներին ընդունած բարձր մակարդակի հայտարարությունների շրջանակներում կատարված աշխատանքները, որ հիմք դարձավ այս կարգավորման համար։ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել եւ մենք այժմ հստակ հայտարարում ենք, որ պատրաստ ենք օժանդակելու կողմերին նրանց պահանջած ձևով ծավալով, նշել է Ռուսաստանի դեսպանը։ Այսինքն ինքը ասում է իմացեք այդ կարգավորումը 2022 թվականի պայմանավորվածությունների շրջանակներում է, իսկ այդ պայմանավորվածությունները եռակողմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան։ Եվ պատահական չի, որ Ադրբեջանը, որ խաղեր էր տալիս Ռուսաստանի հետ, իբր թե հարաբերությունը շատ վատ է, այն ինքնաթիռի հետ կապված շատ էր վատացել եւ բոլորն ասում են հայեր էսա Ռուսաստանը հարձակվելու Ադրբեջանի վրա մի ոգևորվել էին։ Մեռանք բացատրելով հանգստացեք, դա խաղեր է, որ հիմա գնան Ամերիկայի միջոցով Զանգեզուրի ճանապարհի հետ կապված որոշումը կայացնեն, Հայաստանի ինքնուրույնությունից զրկեն, Ամերիկան երկարաժամկետ կտրվածքով վերցնի եւ պայմանավորվեն Ռուսաստանի հետ աշխատեն։ Եվ դրա համար Նիկոլ Փաշինյանը ասեց, որ այո, Ռուսաստանի շահերին սա դեմ չի, հենց Ամերիկայից ասեց։ Եվ դա է հենց պատճառը հաջորդ քայլերը, որպեսզի հանկարծ իրան չմեղադրե երկաթգծի տարբեր հատվածներ, որ հիմա նորից Ռուսաստանը պետք է ակտիվ ձևով անի, որտեղ իր կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում, եթե Ռուսաստանը չանի, մենք կանենք։ Իսկ եթե Ռուսաստանը անի, այսինքն Ռուսաստանի ներկայացվածությունը ավելի է մեծանում Հայաստանի տարածքում։ Բա կանգներ խլեիր, կանգներ ասես չէ ախպեր, մեկ այս քանի որ սրանք չեն գործում, նոր պետք է գործեն, կոնցեսիոն պայմանագրից հանում ենք։ Եթե դու այդ փողը ունես, ի վիճակի ես անել, կանգներ Ռուսաստանին ասա, մենք դա վերցնում ենք մեզ։ Չէ, դու ասում ես Ռուսաստան արա, որպեսի դրանով իսկ մասնակից լես այդ բոլոր նոր բացվող բոլոր ճանապարհների հետ կապված, դու ներկա գտնվես, դու մասնակից լնես։ Իսկ դա մեծ թիվ չի, որ Ռուսաստանը ներդրում չանի։ Ռուսաստանը մենակ նրա համար որ այդ ծրագրի մեջ լինի, կանի։ Որից հետո էլ կկանգնի Հայաստանը կասի, հա բա դե ինչ անենք։ Եթե մենք մեր համաձայնությամբ, իսկ եթե Տրամպը որևէ պայմանավորվածություն ունեցավ Ռուսաստանի հետ ու տեսա, որ այնուամենայնիվ չի կարողանում Եվրոպայի խոսքից դուրս գա, Պուտինն էլ մի հատ հաղթանակ է պետք, ասի լավ, հասկացանք, ինչ եղավ, չեղավ, հասկացանք, Դոնբասի հարցն էլ եթե ամբողջությամբ չես լուծում, գոնե այդ ճանապարհը ցույց տու, որ դա ես պետք է անեմ, դու չես անելու։ Տրիպի հետ կապված դու ցույց տու, որ ես այդ ծրագրի մեջ կամ։ Ինչ եք կարծում, Տրամպը մերժելու է Պուտինին։ Այդ գլոբալ պայմանավորվածության հարցում Ուկրաինայի, բայց երբ որ մարդը գործարքի է գնում Պուտինի հետ, մենք այդ պարագայում շատ գիտենք ինչ են պայմանավորվելու, որտեղ ինչ են զիջելու, որ տենց մեծ երկարաժամկետ պլաններ են կազմում։ Իսկ այս ամեն ինչի մեջ իհարկե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին, այսինքն վաղը, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագի, այսինքն ամսի 28-ին աշխարհի ճակատագիր է որոշվում Ամերիկայում, ամսի 28-ին ինքը Գառնիում գնում է պատարագի, որտեղ համառորեն ինքը ցանկանում է այդ գիծը առաջ տանի, որ
Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիչ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ նախկինում բերված հիմնավորումներով եւ պատճառներով։ Այդ պարզ է։ Իդեպ կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում եւ հնչում է Կտրիչ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյոք նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է եւ թույլատրելի է, որովհետեւ դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ եւ որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ եւ չեն կատարել դա, չեն կատարում դա եւ չեն էլ պատրաստվում առերեսվել այդ փաստի հետ։ Մենք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը եւ ի վերջո այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք, նշել է Փաշինյանը։ Այսինքն խոսքը վերաբերում է նրան, որ եթե պատարագի ժամանակ որևէ ուրիշ տեղ, որտեղ ինքը չի մասնակցում, եթե կտա Կտրիչ Ներսիսյանի անունը պատարագի ժամանակ աղմուկ բարձրացրեք, միտինգ սարքեք ընդդեմ։ Դուք պատկերացնում եք Ժողովրդյան ինչա կատարվում։ Ուր ենք հասել։ Եթե դու ասում ես, որ ես գնում եմ պատարագի որպես շարքային քաղաքացի, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բոլորս էլ հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք։ Այսինքն ես պետք է թույլ տամ, որ մեկը գնա աղմուկ բարձրացնի, միտինգ անի պատարագի ժամանակ։ Եկեղեցու ներսում պատարագի ժամանակ միտինգ անել նույնիսկ շատ ճիշտ առիթով։ Եթե ինչ որտեղ անգամ համարենք ճիշտ է, դա նորմալ է։ Դա խրախուսել կամ դրթել, որ գնան ինչ որ տենց քայլեր անեն, դա նորմալ է։ Տեսանք, որ Գարեգին երկրորդը հեղինակություն չունի մեր հասարակության մեջ, բայց Նիկոլ Փաշինյանի արած քայլերը, որ այլանդակության պայքարի անօրինականության դեմ մարդիկ հակառակ արձագանք տվեց։ Ամենակոռումպացված arczepiskopos-ին բերես կողքդ նստացնես Արարատյան թեմի նավասարդ arczepiskopos Կաճոյանին, որը էլ օֆշորային սկանդալներ, միլիոնավոր դոլարներ, չգիտես ինչեր եւ այլ եւ այլ։ Այսինքն դու նրանով ես պայքարում։ Եթե այսօր որևէ ընդդիմադիր իշխանությանը քննադատում է, անպայման իշխանությունից մեկն ասում է՝ «Լա կողքը նայեք ով է կանգնած, բա դու ինչի ես մեզ քննադատում»։ Բա եթե ճիշտն է ասում, ի՞նչ կարևոր է կողքն ով է կանգնած։ Դուք ասում եք, եթե մենք ճիշտ բան ենք անում, թող մեր կողքը կոռուպցիայի մեջ թաղված բարոյազուրկ Կաճոյանը կանգնի, ինչ ա եղել որ։ Ձեզ կարելի է, բայց ուրիշին որ քննադատում եք, այդ չի կարելի։ Դրա համար սա չի հարցի լուծումը։ Հարցի լուծումը նորմալ անեիք, այս ժողովուրդը նորմալ կաթողիկոս ունենար, շատ գոհ կլեր ամեն ինչից։ Բայց այս ինչ է։ Այս արդյունքում մենք պետք է ինչ ունենք։ Ես միշտ ասել եմ, ով հաղթի, որ ժողովուրդը հաղթած լինի։ Որ կոպտել հաղթի, ժողովուրդը պարտված է, էլի։ Դե հիմա էս է, մեր օրակարգը սա է, Ժողովուրդ ջան, խոսում էինք աշխարհը ինչ է կատարում, մեր օրակարգը սա է։ Իդեպ նաև մի հարցի հետ կապված եմ ուզում անդրադառնամ, պարբերաբար այդ հարցը ծագում է, մի անգամ անդրադարձը, բայց տեսնում եմ պարբերաբար շարունակվում է այդ գործակալների հետ կապված, որ ասում են, մեկը ասում է նաև կարա գործակալը նաև լավ նպատակներով, բարի նպատակներով գործակալ լինի, մյուսներն ասում են, որ հնարավոր չի գործակալը բարի լինի, գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, որ գիտեք ինչ, խորհրդային միության ժամանակ բոլորն էին պոտենցիալ գործակալ կամ իրական գործակալ, նման բան ոնց է հնարավոր ասել, կամ այդ մարդը խորհրդային միության ժամանակ չի եղել, կամ խորհրդային միության ժամանակ փոքր է եղել, կամ խորհրդային միության ժամանակ ոչ մի բան է եղել։ Դրա համար բացարձակ պատկերացում չունի, թե այդ երկրում ինչ էր կատարվում։ Նախ KGB-ն, ինչքան էլ անունը վատ լինի, դա պետական ծառայություն էր։ Մարդը ուսադիրներ կրող պետական ծառայող էր։ Կարող էր պետության համար լավ բան էլ անել, վատ բան էլ անել։ Հետախույզը, որ ուրիշ երկրում աշխատում էր, իր երկրի համար էր աշխատում։ Կարող է լավ բան էլ անել, վատ բան էլ անել, բայց գործակալը դրանք լրիվ տարբեր բաներ են, Ժողովուրդ ջան։ Մի խառնի իրար։ Խորհրդային միությունը փակ երկիր էր, ինֆորմացիոն առումով շատ փակ, բայց հասարակության շփումը շատ ավելի մեծ էր, գիշեր ցերեկ իրար տուն գնալ առանց զանգելու, կոլեկտիվները պարբերաբար իրար հետ շփվելու, շատ ավելի կոլեկտիվիզմից բացողությունն ու բարեկամական կապերը շատ ավելի մեծ էր, փակ երկրի պարագայում, եւ ինչ էր անում խորհրդային միությունը, բոլոր կոլեկտիվներում իր մարդկանց էր դնում։ Դրանք վճարովի հաստիկային աշխատող չէին, կարող է վճարովի լինեին, բայց հաստիկային աշխատող չէին, նրանք գործակալ էին,
Նրանք մտնում էին մեր տները, մարդկանց կնոջ ձեռքի, մոր ձեռքի հացը ուտում եւ գրում խորհրդային միությունը քննադատեցին։ Այդ մի հատ գաղտնի փաստաթուղթ կար այնտեղ։ Խորհրդային հակասովետական ինչ-որ մի հատ հրապարակում կար, որը չէր հրապարակվի, գաղտնի տարածումներ կարդում էին։ Քննադատում էին պետությանը, անեկդոտ էին պատում երկրի ղեկավարի մասին։ Այդպիսի մարդիկ կոլեկտիվներում էին, այդպիսի մարդիկ բոլոր տեղերում էին եւ նրանց գրած զեկուցագրով մարդկանց տներ էր քանդվում։ Գործակալը դա էր, դա հաստիկով աշխատող չի, մի խառնեք իրար։ Գործակալի համար պետք է այդպիսի հոգեբանություն ունենալ։ Պետք է ծախողի հոգեբանություն ունել, ժողովուրդ ջան, դրանք հատուկ ընտրվում էին։ Ամեն մեկը չէր կարա գործակալ դառնալ, ամեն մեկին չէին էլ ընտրի, որ նման առաջարկ անեին։ Խորը թյուրիմացության մեջ է, որ խորհրդային միությունում ում տենում էին, բռնում ասում են արի դու գործակալ դառ։ Նա պետք է ուսումնասիրեին, տենային, որ նա հոգեբանորեն կարա իր հարազատին կործանի, կարա մտնի իր բարեկամի տուն եւ տեսնի մի բան ավել առելա, ասի բայց ոնց է առել, ասենք հիմնարկից մի բան բերել եմ, գնա գրի, որ իր բարեկամը հիմնարկից գողացել է, բերել այս բանը դրել է։ Գործակալները դրանք էին, որովհետեւ այդքան հսկայական քանակությամբ հիմնարկներում պետք է բոլորում իրանք մարդիկ ունենային։ Այլապես այդ ինֆորմացիան կագեբեն որտեղից հավաքեր։ Մամուլով տես բաներ չէր տպվում, ինտերնետ չկար։ Այնպես որ շատ դեպքերում երբ որ ասում են առաջինը գործակալի լավը չի կարող լինել եւ երկրորդ ամեն մեկը չէր կարող գործակալ լինել։ Ես ուղղակի մեկ ուրիշ առիթով դրա հետ կապված մի հատ գնահատական տվել եմ, դա կարդամ, որ պատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Ժամանակ Երևան օրաթերթ 13 փետրվար 2007 թվական Էդվարդ Անտինյան, այդ իմ հոդվածն է, սպառվել են սխալվելու բոլոր ռեսուրսները, կարճ մասը ուղղակի կարդամ։ Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, ուր պարբերաբար բախվում են աշխարհի հզորների շահերը, եւ հիմա կանգնած ենք ազդեցության ոլորտների նոր վերաբաշխման շեմին։ Զարգացման ինչպիսի հեռանկարներ ունի մեր երկիրը։ Համոզված ենք, եթե երկրում շարունակվի տարվել նման քաղաքականություն, ինչպիսին այժմ է, ակնհայտորեն հեռանկարները կլինեն շատ մշուշոտ։ Ռուսամետ քաղաքականություն վարելու հետևանքով մենք դարձել ենք Ռուսաստանի կցորդը։ Վերջինիս ձեռքում են գտնվում երկրի համար կարևոր ռազմաստրատեգիական ու տնտեսական օբյեկտներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի անկախ լինելու եւ զարգանալու համար։ Իսկ տնտեսական կախվածությունը հանգեցրեց նաեւ քաղաքական կախվածության։ Մինչդեռ մեր երազանքն է ապրել բարեկեցիկ տնտեսապես զարգացած եւ ապահով ինքնիշխան երկրում, այլ ոչ թե լինել անծայրացի Ռուսաստանի պրովինցիա կամ էլ բավարարվել փոքր եղբոր պատվավոր կարգավիճակով, պատվավորը ճակերտների մեջ։ Իհարկե վարվող արտաքին քաղաքականության մեջ սա միակ լուրջ սխալը չէ։ Անկախ պետականություն ունեցող երկրի համար կա մեկ դոմինանտ գաղափար՝ Հայաստանի Հանրապետության շահերը, իսկ աշխարհաքաղաքական կողմնորոշումն ընդամենը միջոց է երկիրը ժողովրդավար, բարեկեցիկ ու անվտանգ դարձնելու։ Իսկ եթե մարդը սեփական անձի բարեկեցության համար պատրաստ է իր երկրի շահերը ստորադասել օտարի շահերին, ապա դա վաղուց իր անվանումն ունի՝ պոլիցայ։ Իդեպ, օտարը եթե երկիր է նվաճում, կարող է ստիպողաբար աշխատեցնել իր համար, բայց ոչ մի նվաճող մարդուն չի կարող բռնի կերպով դարձնել պոլիցայ, քանզի դա հոգեվիճակ է եւ անձն է առաջարկում օտարին նման ծառայություն։ Ավելին, պետք է անգամ հայրենակիցների նկատմամբ ավելի դաժան լինել, քան օտարը, հավատարմությունը պարբերաբար ապացուցելու համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, մաս կազմելով արևմտյան քաղաքակրթական արժեքներին։ Կարծում ենք, որ մեր երկրի համար սա ամենաշահեկան լուծումն է։ Վերջի վերջո, եթե մեր երկրում լինի ապրելու ու աշխատելու բարենպաստ մթնոլորտ եւ կայուն զարգացման հեռանկար, ապա կօգտվենք բոլորս, իսկ շատերի համար արդեն կիմաստազրկվի քաղաքականությամբ զբաղվելը։ Ես ուղղակի ուզեցա ասեմ, որ պոլիցայը դա հոգեբանություն է, ժողովուրդ ջան։
Եթե դու ինքդ քո ծառայությունը չառաջարկես ավելի դաժան լնես քո հարազատի նկատմամբ, քո հայրենակցի նկատմամբ, որպեսի շահես վստահությունը, քեզ ուղղակի պոլիցիա չեն նշանակի։ Դա հոգեվիճակ է։ Նույնն էլ վերաբերվում է գործակալին։ Շատ լուրջ աշխատանք են տարել, որ այդ գործակալներին հավաքագրել են։ Դրա համար ասում ենք, եթե բացում եք, բացեք ամբողջ արխիվները։ Դրա համար երբ որ պարբերաբար ես խոսում եմ դրա մասին, ասում եմ բացեք բոլորը, կամ իմացեք, որ կամ գիծը քաշեք առաջ անցեք, կամ հատվածաբար երբ որ ասում եք, մարդիկ ուզում են իմանան, այդ մարդիկ ովքեր ծառայում են պետական լուրջ պաշտոններ են զբաղեցրել։ Առավել ևս, որ դա եղել է նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունում, որտեղ նրանց փաստաթղթերը Բաքվում է, քանի անգամ այդ մասին ասած կլինեմ, մինչև Փաշինյանի արած գաղտնազերծումը, ասեն դուք հասկանում եք ինչ եք անում, դուք հասկանում եք, որ այդ փաստաթղթերը գտնվում է Բաքվում, այդ փաստաթուղթը, իսկ գործակալի գործը ինչ որ մեկի վրա բան գրելն է, ձեռագրով գրում էին բաներ, որպեսզի մինչև կյանքի վերջ նրանք մնան այդ ամեն ինչի գերին։ Իսկ ընդեղից այն մարդիկ, ովքեր կուսակցական ֆունկցիոներ են եղել, որոնց փաստաթղթերը գտնվում է Բաքվում, այդ մարդիկ գալի Հայաստանում 10 տարի երկիր են ղեկավարում։ Ամեն մեկը 10-ական տարի։ Այդ մասին չեք մտածում։ Այդ նույն խնդրումը ունենք նաև Հայաստանում։ Որոշում կայացրեք, բացեք։ Բացեք, բոլորինը բացեք։ Ոչ թե ասեք սպասի, եթե այս մարդը ինձ պետք գա, սրանով ես ճնշեմ, կոմպրոմատ պահեմ վրան, թող ինձ ծառայի ընդդեմ են մյուսի։ Մենք չենք մաքրվում դրանով։ Իսկ դա մեզ համար շատ լուրջ խնդիր է։ Եվ դրա համար այս ամբողջ բանավեճը պարբերաբար շարունակվում է, տարբեր ձևերի ներկայացում, լավ ու վատ գործակալի ապշելու բան է, ժողովուրդ ջան, լավ, պարզվում է լավ գործակալ էլ կա։ Հասկանում եք։ Ուրեմն բարի նպատակով է, հա, ժողովուրդ ջան։ Ինչի է սա կատարվում, որովհետև ազնիվ կերպով չես ասում, կամ բացենք, բոլորն ենք անում։ Եվ մարդիկ իմանան արդյունքում ինչ է կատարվում, ում հետ են ճանապարհ գնում։ Իսկ սա լուրջ խնդիր է։ Սա լուրջ խնդիր է նաև ապագայի մեր ծրագրերի հետ կապված, թե մեր պետությունը այս վիճակից ոնց ենք անելու։ Որովհետև ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է այդ ինֆորմացիան օգտագործել հատվածական։ Այս սրան հարվածելու համար պետքա դարակից մի բան կանենք, բայց երբ որ մի բան է հանում, մնացածն ասում են, բա մնացածն ուր է։ Ու դա արդյունք չտվեց։ Այն ինչ որ ուզում է իրաներ, արդյունք չտվեց։ Որտեւ ասի, բա մյուսներին ոնց է ստենց հավաքագրել, որպեսի օգտագործես։ Կարող է լինի նույն փաստաթղթերը նրանց վրա էլ կա։ Դրանով ես հավաքագրել։ Մարդիկ տեսել են, չէ՞, Արմեն Սարգսյանը փաստաթուղթ ուներ, որ Հայաստանի քաղաքացիության հետ կապված խնդիր ուներ, Նիկոլ Փաշինյանն ասեց գնացի փաստաթղթերը տեսա, ամեն ինչ նորմալ է։ Ասենք ցույց տուր որ նորմալ է, ասի դե նաև տեսել եմ, ինչ չեք հավատում, այո, քեզ չենք հավատում։ Բայց երբ որ եկավ մի բան, որ Արմեն Սարգսյանը իր դեմ դուս եկավ, ասեց, բա չգիտեիք, որ ինքը քաղաքացիության խնդրեմ ունի, հրաժարականը պահանջենք, հանենք, գցենք դուս։ Բայց մենք գիտենք, չէ՞ դու ոնց ես փաստաթղթերի հետ վարվում։ Հավատդ վստահությունդ կորցրել ես։ Դրա համար բացի եւ մենք տեսնենք ինչա կատարվում։ Նաեւ իմանաք, որ ամեն մեկը գործակալ չէր դառնա։ Այդ ուղակի կյանքի փորձով ասում եմ դա, որտեւ այդ ժամանակ ապրել ենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։